Դատական նիստերի ձգձգումներն ու մեղադրյալների ուղեկցման խնդիրները քրեական արդարադատության համակարգում մնում են ոլորտի ամենատանջված թեմաներից։ Փաստաբանների խոսքով հատկապես կալանավորված անձանց դատարան տեղափոխելու գործընթացում հաճախ առաջանում են կազմակերպչական խնդիրներ, որոնք երբեմն կարող են ազդել նաև դատավարության բնականոն ընթացքի վրա, քանի որ ոստիկանությունը երբեմն պատշաճ չի իրականացնում մարդկանց տեղափոխումը։ Պրոբացիայի ծառայությունը ինքը ասում է ես ուղեկցողը չեմ, իմ դիազորությունների մեջ ուղեկցման դիազորություն չկա։ Պետք է ուղեկցի ոստիկանությունը։ Ոստիկանությունն էլ ասում է ես մենակ բացառապես կուղեկցեմ, այդ համապատասխան դրության պայմաններով, բայց օրինակ եթե մարդը դատարանի որոշմամբ հիվանդանոց պետք է գնա, բուժման հետ կապված հիվանդանոց գնալուց այս դեպքում երկու մարմիններն էլ հրաժարվում են ուղեկցելուց։ Կառավարությունը երկարատև դատական գործերի խնդրի հետ կապված առաջարկում է փոփոխություններ կատարել քրեական դատավարության եւ քրեակատարողական օրենսգրքերում, ներդնելով հեռավար դատական նիստերի անցկացման հնարավորությունը։ Նախատեսում են, որ մեղադրյալները կամ դատապարտյալները որոշ դեպքերում դատական նիստերին կկարողանան մասնակցել տեսակապի միջոցով քրեակատարողական հիմնարկներից կամ ձերբակալվածների պահման վայրերից։ Հիմնական նպատակը նախագծում ձևակերպված է հասարակական կարգի առողջության վարույթի մասնավոր մասնակիցների հիմնական իրավունքների եւ ազատությունների պաշտպանության, անվտանգության ապահովման, հանցագործությունների կանխման եւ ողջամիտ ժամկետներում դատական քննության ապահովման նպատակով։ Նախագծով սահմանում են նաև երաշխիքներ, կողմերը պետք է տեսնեն ու լսեն միմյանց, իսկ մեղադրյալն ու պաշտպանը հնարավորություն կունենան գաղտնի հաղորդակցվելու։ Փաստաբանները սակայն զգուշացնում են, միայն տեխնիկական լուծումը բավարար չէ։ Ընդգծում են, որ քրեական դատավարությունում կարևոր է նաև դատարանի եւ դատավարության մասնակիցների անմիջական առերեսումը։ Մասնագետների կարծիքով դատական նիստերը հաճախ հետաձգվում են նաև դատախազների ծանրաբեռնվածության եւ նիստերին չներկայանալու պատճառով։ Նրանց համոզմամբ պետությունը պետք է ավելացնի դատախազների թիվը, որպեսզի չտուժեն դատավարական ժամկետները։ Գլոբալ եթե հարցին նայենք, դատարանի ճիշտ որոշում կայացնելու համար ես կարծում եմ, որ պետքա կոնկրետ դատավարության մասնակիցը պետքա տեղում լինի, որովհետև այդ անձի վարքից դրսևորած հոգեբանական շատ հարցեր կա, որ պետք է հասկանանք մեղադրյալը ենթակա քրեական պատասխանատվության թե չէ։ Օրենսդրական փոփոխությունների հիմնական ուղղությունը ըստ մասնագետների մոտենում է անգլո-ամերիկյան նախադեպային իրավունքի մոդելին, թեև այն էապես տարբերվում է Հայաստանում գործող համակարգից։ Փորձագետների կարծիքով հեռավար դատական նիստերի արդյունավետությունը կախված է լինելու ոչ միայն օրենքից, այլև դրա կիրառման մեխանիզմներից։ Դավիթ Թադևոսյան, ժամը լրատվական։